Միլենա Մելիքսեթյանն արդեն ավելի քան 4 տարի է վալբերիսում վաճառքով է զբաղվում։ Տարբեր շրջաններում ամենատարբեր իրեր է վաճառել ու վաճառքից անել։ Այս պահին խոհանոցային պարագաներ եւ դիմահարդարման թարթիչներ է վաճառում։ Վալբերիսի հետ կապված բոլոր նորությունների մասին վաճառողները ծանոթվում էին, ասում է, բայց ոչ այս անգամ։ Այս անգամ համացանցում տարածված կադրերն ավելի օպերատիվ տեղեկատվություն փոխանցեցին։ Պայթյունի հետ կապված կադրերը տեսնելով արդեն լիարժեք պատկերացում կազմեցի, թե ինչա տեղի ունեցել, ինչ լայնամասշտաբ պայթյուն է տեղի ունեցել ու նաև ցավոք սրտի հասկացա, որ դժվար թե այդ պահեստում որևիցե ապրանք մնացած լինի։ Բնականաբար այդ պատկերները տեսնելով, իրավիճակը հասկանալով, թե ինչ է կատարվել ու ինչ իրականության մեջ ենք հայտնվել, առաջին բանը, որ զգում ես, դա կորստի ցավն է։ Առաջին խոշոր պահեստի էլեկտրոստալի պայթյունի մանրամասները հետո հայտնի դարձան։ 250,000 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող պահեստը 100-ից 150 միլիարդ ռուբլու ապրանքով մի գիշերում օդ բարձրացավ։ Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի Վալբերիսի լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական հարձակումները դրանով չսահմանափակվեցին։ Ավելի ուշ, հուլիսի 22-ին էլ դրոնների թիրախում հայտնվեց Վալբերիսի Կրասնոդարի և Ստավրապոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքների պահեստները։ Հուլիսի 25-ին ուկրաինական կողմը ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերով հարձակվեց Եկատերինբուրգի, Սարատովի, Դոնի-Ռոստովի, Բելգրադի և Ղրիմի վրա։ Եկատերինբուրգում հարված հասցվեց նաև Վալբերիսի պահեստին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանի կողմից օգտագործվել են անօդաչուների և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչներ մատակարարելու նպատակով։ Վալբերիսում 4-ից 5 հազար հայ վաճառող կա։ Խոսքն ակտիվ վաճառողների մասին է։ Ընդհանուր առմամբ նրանց թիվը կարող է հասնել մինչև 10 հազարի։ Հայ վաճառողները Վալբերիսում գործունեություն ծավալելու հնարավորություն են ստացել 2022 թվականի հուլիսի 17-ից։ Այսպիսով, նրանք կարողացել են դուրս գալ մոտ 200 միլիոն բնակչությամբ շուկա։ Հայ վաճառողներն ավելի շատ վնաս կրել են էլեկտրոստալի պահեստի պայթյունից։ Տարոնն արդեն 6 տարի է, ինչ Վալբերիսում վաճառքով է զբաղվում։ Համարում է, որ իր տարիների աշխատանքն այս միջադեպի արդյունքում զրոյացել է։ Իմ ներդրումը, իմ ռեսուրսների հետ համեմատած համարում եմ բավականին բարձր կորուստ, որովհետև սա հենց այն շրջանն է, երբ որ մենք մեր ապրանքները համալրում ենք։ Սեպտեմբերի 1-ից առաջ, Սևուրփաթից ու Նոր տարուց առաջ արդեն համալրման process-ներն է գնում։ Գումարած դրան հաշվի առնելով մայիսի 1-ից Հայաստանում առաջացած խնդիրները, որ գրեթե հնարավոր չի Հայաստանից ապրանք վաճառել ԵԱՏՄ շուկաներ, ելի շատ ապրանքներ, որոնք մենք Հայաստանից ենք վաճառում, ուղղել ենք, որ դեպի ռուսական շուկայից վաճառենք։ Եղածն արդեն եղել էր, պետք էր քայլեր ձեռնարկել, ասում է Միլենան։ Նա որոշեց ինստագրամյան հարթակով բարձրաձայնել իր կորուստների մասին։ Այսպես վարվեցին նաև բազմաթիվ հայ և օտարերկրացի օգտատերեր։ Մեծ զրույցում Վալբերիսի հայաստանյան գրասենյակից տեղեկացրել են, որ լոգիստիկ համալիրների տարածքների և այնտեղ պահվող ապրանքների զգալի մասը հաջողվել է պահպանել։ Բոլոր պահեստներում իրականացվել է աշխատակիցների օպերատիվ տարհանում և ապրանքների վերաբաշխում տարբեր պահեստների միջև, ապահովելու դրանց ավելի արդյունավետ շրջանառությունն ու գործընկերների բիզնեսի կայուն աշխատանքը։ Պայթյուններից հետո Վալբերիսի կրած գումարային վնասն ավելի մեծ էր, ասում է Տարոն Պապիկյանը։ Եթե նորմալ adekvat գնահատենք, բոլորս էլ հասկացել ենք, մշտապես հասկացել ենք, որ կան ռիսկեր, կան ռազմական ռիսկեր։ Հունիսի 16-ին Վալբերիսի նույն էլեկտրոստալի պահեստը դրոնային հարվածներ ստացավ, որի արդյունքում մեծ հրդեհ չբռնկվեց, մեծ վնասներ չեղավ։ Ու Վալբերիսը հուլիսի 7-ին, այսինքն փաստացի մեր բոլորի աչքի առաջ տեղ ունեցած հարձակումներից հետո, էլեկտրոստալ պահեստի վրա հարձակումից հետո, Վալբերիսը հուլիսի 7-ին այո իր օֆերտան, բայց կնիրա հրապարակային պայմանագրում ավելացնում է կետ, որտեղ այսպես ասած նշվում է, որ պատերազմական իրավիճակներով պայմանավորված վնասները, այդ թվում դրոնային հարվածներով պայմանավորված վնասները ինքը այլևս չի փոխհատուցելու։ Վալբերիսի հիմնադիր Տատյանա Կիմը Տելեգրամի իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ էլեկտրոստալի լոգիստիկ համալիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած վաճառողների գումարները կփոխհատուցվեն։ Վաճառողների շատերը որոշակի փոխհատուցումներ ստացել են։ Իհարկե փոխհատուցումը դեռ բոլորին չի տրվել, իսկ ում էլ որ տրվել է շատ չնչին տոկոսով է տրվել, բայց ամեն դեպքում պետք է փորձենք լինել լավատես։ Թե ում ինչքան կփոխհատուցվի կամ կփոխհատուցվի արդյոք բոլորի վնասները, պարզ կդառնա ավելի ուշ, իսկ հիմա հստակ ու պարզ է մի բան՝ պատերազմը սահմաններ ու կողմեր չի ճանաչում, մտնում է բոլորի տներն ու խաթարում մարդկության խաղաղ և արժանապատիվ կյանքը։
Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան Նյուզ, Երևան։